Առաջնահերթությունը որոշել ենք, առաջնահերթությամբ առաջնորդվել ենք եւ այդ բանաձևով տեղի ունեցել այդ ընտրությունը։ Հիմա ինչու ենք չէիք սպասում, որ ընդդիմությունը կընտրի մասնավորապես ուժեղացնի Եվրասիականին էինք սպասում, որ իրենք կընտրեն, բոլոր դեպքերում, եթե դա տեղի ունեցել, հիմա քննարկում ենք իրենց հանձնաժողովի նախագահի թեկնածությունը։ Հովսեփյանի տված պատասխանները ձեզ գոհացրին, մասնավորապես Եվրոպական։ Ես կարծում եմ հարցերի եւ ելույթների հետևելով պարզ է, որ մեզ չի գոհացնում իր պատասխանները եւ իր պատրաստվածությունը այդ հանձնաժողովում։ Մյուս թեկնածուների մասով էլի ունենք ելույթներ եւ հարցեր, որոնք գոհացրել կամ չեն գոհացրել, այսինքն պատրաստվածության տեսանկյունից։ Ամեն դեպքում ուզում եմ հիշեցնել, որ դա իրենց սահմանադրությամբ իրենց տեղն է, բայց անձի եւ թեկնածության մասով լինելու է քննարկում։ Եթե լինի որոշում, օրինակ, որ պետք է չընտրենք, իրենք կարող են նորից թեկնածու առաջադրել, որը նորից կքննարկենք։ Եվրամիության հետ կապված գործընթացներ իշխանությունը սկսել։ Ձեզ համար խնդրառույց է, որ դա մնացել ընդդիմության ձեռքում։ Հանձնաժողովի գործառույթները կարծում եմ պարզ է, այն քաղաքականությունը, որ վարում է կառավարությունը, հանձնաժողովը այստեղ կատարելու է այն գործառույթը, որը խնդիր չի լինի, եթե մոտեցումը եւ սկզբունքը եւ այն կազմակերպչական աշխատանքն է, որը պատկերացնում ենք մենք եւ մեր կառավարության գործողության շրջանակում իհարկե չենք տեսնում։ Պարզապես ծրագրի ձեր այո, իհարկե իրականության, այո, նույն շրջանակում դրանից դուրս, որի մասին օրինակ նույն Ես ուզում եմ հիշեցնել, որ հանձնաժողովներում քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը մեծամասնություն է եւ ցանկացած որոշում, ցանկացած հարցի քննարկում մենք ունենք եւ ունենալու ենք շատ ակտիվ մասնակցություն եւ որևէ բան, որը տեղի կունենա առանց քաղաքացիական պայմանագիր խմբակցության հանձնաժողովի անդամի ներկայության տեղի չի ունենալու։ Մանավանդ դուք նշեցիք կանոնակարգ օրենքը, որի դուք ստանալով մեծամասնությունը, նաև մեծամասնություն եք ունենալու հանձնաժողովում, հա։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, որ որևէ օրինակ չի կարող, այսպես ասած, անցնել առանց ձեր, հա, քվեարկության, դա հաշվի առնելով հնարավոր է տալ Կարեգա Հովսեփյանին, չնայած դժգոհություններին, այդ հնարավորությունը աշխատանքի ընթացքում տեսնելու։ Ես նորից կկրկնեմ, ես չեմ կարող ասել կարծիք, որը դեռ խմբակցությունը չունի մեծամասնություն, չունի որոշում։ Ես ասում եմ ընդհանրական մոտեցումը, որ մենք այո հնարավոր է ընդդիմություն ունենա հանձնաժողովի, այսինքն թեկնածությունը իրեն լինի եւ աշխատանքները կազմակերպվեն կառուցողական եւ մեր հետ համաձայն, այսինքն ամբողջ ընդհանուր կառուցողական դաշտում լինի։ Բայց արդեն իսկ չի նկատվում ձեր եւ իրենց քաղաքական անհամաձայնությունը, որովհետեւ Ղարաբաղյան հակամարտության թեմայով հարց հնչեցրեց հենց Տիկին Հովսեփյանին։ Քաղաքական անհամաձայնություն կա ի սկզբանե եւ չէր կարող լինել քաղաքական համաձայնություն եւ իրենք լինեին ընդդիմություն։ Դա կա եւ հանձնաժողովի այո նիստերում կլինի այդ, այսինքն ընթացքում կտեսնեք, բայց կառուցողական աշխատանքային պրոցեսների կազմակերպչական ընթացքը լրիվ այլ բանի մասին է։ Իր արցախցի լինելու հանգամանքը լրացուցիչ խոչընդոտ կամ խթան ձեր համար կարող է հանդիսանալ, որ չընտրեք, որովհետև ինքը արցախցի լինելով հանդերձ ավելի շահագրգիռ։ Դուք որտեղ տեսակ այդ խնդիրը հարց ու պատասխանի կամ ելույթների ժամանակ։ Խնդիրը գաղափարական մոտեցման մեջ է։ Տիկին Մանավազյան, Տիկին Ամինա Հակոբյանը նախաձեռնությամբ է հանդես եկել ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներին հանդիպման հրավիրելով, արդեն մերժում է եղել։ Դուք տեղյակ եք ավելի մանրամասն, հա, ինչ նպատակ է դա հետապնդում, արդյոք այսպես կոնսոլիդացիայի, որ հետո այդ ընտանեկան բռնության մասին առանձին այդ հոդվածը քրեական օրենսգրքում դա բերվի ազգային ժողով եւ այսպես առանձին հոդված սահմանվի, այսինքն նախաձեռնություն է պատրաստվում եւ դա էր խնդիրը։ Ես կարծում եմ Տիկին Հակոբյանը բազմաթիվ անգամներ խոսել է այդ մասին, այսինքն իր վիդեոների
գրքերում եւ տեսաուղերձներում ասում է այդ մասին, շատ լավ նախաձեռնություն է, անձամբ հանդիպելու եմ որպես խմբակցության ղեկավար, երբ հանդիպեմ այդ մասին կկիսվեմ։ Քանի որ տեսանյութի մեջ չկա նաև ձեր անունը խմբակցության ղեկավար, նա կարծում է, որ ձեր խմբակցության բոլոր կանայք կամ քանի որ խմբակցության կողմ կանայք 8-րդ գումարման ազգային ժողովում հանդես են եկել նախաձեռնությամբ եւ այդ նախագծի մասին անգամ մարդու իրավունքների քննարկման ժամանակ հնչեց, որ այդ նախագծին դեմ են քվեարկել հենց Հայաստան դաշինքը, այդ նախագծի ունեցել են մեր կանայք նախաձեռնել են եւ ունեն այդ նախագիծը, այդ նախագծի շրջանակում հնարավոր է լինել որոշակի փոփոխություններ։ Ինչպիսի փոփոխություններ եւ ինչ շրջանակում ընթացքում խոսենք, այսինքն ես ավելի այո, ինձ հրավեր եկել է, ես կմասնակցեմ եւ կկիսվեմ ձեզ հետ։ Այսինքն ո՞րն է նախաձեռնությունը լինելու, վերվելու է նոր նախագիծ, երբ հանդիպեմ, խոսեմ, կկիսվեմ։ Կառավարության ծրագիրը երբ է ներկայացվելու ազգային ժողովի։ Երբ ներկայացվի ազգային ժողով, 2 օր հետո հավանաբար կլինի ազգային ժողովի օրակարգում, հավանաբար մյուս շաբաթ։ Ամենամոտը մյուս շաբաթ։ Մյուս շաբաթ, շաբաթ չեն խախտում օրենքներ։ Չէ, չեն խախտում։ Ժամկետների մեջ կլինի, այո։ Պարտադիր չի որ 22-ին, եթե կառավարությունը նշանակի։ Չէ, պետք է գա ազգային ժողով ունի ժամանակ այն ուսումնասիրելու եւ 2 օր հետո ազգային ժողովի նախագահի հրամանով կդրվի օրակարգ։